Ramaz Ղարամքարյանի։ Բարև ձեզ սիրելի համախոհներ, շնորհակալություն նման պատվի համար, մի քիչ անսպասել ես չնայած։ Ես կփորձեմ մի երկու իմ կարծիքով կարևոր հարցերի շուրջ խոսել, այն հույսով, որ թե մտահոգությունները, թե առաջարկները, թե ինքնագովասանքը ձեզնից յուրաքանչյուրի նաև ներսում արձագանք կստանան։ Այս ճանապարհը անցել ենք միասին եւ ձեռքբերումներն էլ բոլորինս են ու հակիրճ թվարկեմ, թե իմ կարծիքով ինչ կարևոր ձեռքբերումներ ունեցանք։ Նախ ունենք եւ ունեցանք ընդվզող քաղաքացի, որը վաղուց չունեինք կամ ունեինք մասամբ։ Վերջապես Հայաստանը ազատագրվեց կեղծ ընդդիմությունից։ Զարթոն կապեց երիտասարդությունը, պատանիները նույնիսկ երեխաները ու մեր աչքի առաջ ծիլ տվեցին 88 թվի դեռ շարժման թե գաղափարները, թե լոզունգները, թե նույնիսկ սիմվոլիկան։ Այսօր ունենք երկրում ուժեղ ընդդիմություն։ Մենք արդեն սովորել ենք դրան, մի տարի առաջ հեռուստատեսությամբ չէր լսի նույնիսկ այսօր իշխանական լրատվամիջոցներով ասվող խոսքը, որ ընդդիմությունը այսպես արեց, ընդդիմությունը այնպես արեց։ Ու արդեն ենթադրում է, որ այդ ընդդիմությունը մենք ենք։ Մի տարի առաջ նման բան իհարկե չկար։ Ակտիվ քաղաքացիների կորիզ է ձևավորվել։ Այսօրվա մեր կարելի է ասել, այսպես ասենք, սերուցքը, չնայած շատ արժանավոր մարդիկ այսօր այս դահլիճում չեն, բայց այդ կորիզը կա։ Այդ կորիզը եւ կոնֆերանսներում կա, եւ համագումարում, եւ հանրահավաքներում, ու դա մեծ հարստություն է։ Այսինքն ինչ էլ լինի, կա մի կորիզ, որը, ինչպես նախագահն ասեց, կանգնած է մինչև վերջ, իր հետ միասին։ Ունենք նաև բացասական երևույթներ, վերջի վերջով փաստ է, որ ավազակապետությունը գոյատևեց, ունենք զոհեր, ունենք բանտարկյալներ, ունենք հետապնդվողներ եւ ունենք ատելի իշխանություններ, որը ուրախանալու բան չի, շատ տխուր բան է, բայց փաստ է։ Ունենք նաև արտագաղթ, որը մենք դեռ այսօր լավ չենք նկատում, բայց կա։ Տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ հասունացող, որի մասին արդեն խոսվեց։ Պատերազմի վտանգ ունենք, Ղարաբաղը կորցնելու վտանգ ունենք։ Ունենք ուժեղ լիդեր, ես երևի ամենապակաս անհատապաշտերից եմ, բայց դա մեծ գանձ է։ Մենք ունենք ուժեղ լիդեր, մեկը չէ, մի քանիսը ունենք։ Իհարկե լիդերի շուրջը ունենք նաև թիմ, որը որ թուլացած է, օբյեկտիվ պատճառներով։ Ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, ունենք հետապնդվողներ, ունենք մարդիկ, ովքեր տաքսիստներից բռնացրած, ովքեր դիսկեր են բազմացրել ու փոխանցել, երիտասարդներ, մարդիկ, ովքեր թռուցիկներ են փակցրել գիշերները, բայց այդ մարդիկ այսօր ինչ պատճառներով ամեն մեկը իր տանն է փակված, մի քիչ իր, չգիտեմ, տաքսու մեջ եւ այլն, բայց բոլորի մոտ կա հավատը, բոլորի մոտ կա սպասումը։ Այսօրվա իրավիճակի հետ կապված մի շեշտադրում էլ անեմ, ժամկետների հարցը չարչարվող։ Կոնգրեսը ինքը երկարաժամկետ ստրատեգիկ կառույց է եւ ժամկետներ ասել կոնգրեսի հետ կապված կնշանակի խոսել տասնամյակների մասին, ու դա շատ լավ է։ Ես դա որպես դրական եմ ասում։ Այսինքն մենք այսօր կառուցում ենք տասնամյակներ ապրող, որ ապագայում կապրի կառույց, որը կունենա իր հրաշալի արդյունքները։ Բայց սրան զուգահեռ, սրա հետ կողք կողքի մենք ունենք այն երիտասարդին, ով փետրվարի 20-ին ընտրություններից քվեատուփերը փակվելուց ժամեր անց Մատենադարանի մոտ էր եկել կամուֆլյաժ հագած։ Ինձ ասում էր, ես եկել եմ, պատրաստ, կամուֆլյաժով եկել եմ, ասեք, ինչ անեմ։ Մենք ունենք նաև այդ մարդիկ, ու դա էլ է լավ։ Հիմա մենք պետք է գտնենք այդ երկու նպատակների, պահանջների, ակնկալիքների մերձեցման եւ ներդաշնակեցման բանաձևը, որի համար էլ նաև հավաքվել ենք ու հաստատ կգտնենք։ Առաջարկները։ Առաջարկում եմ եւ նաեւ մի քանի առաջարկներում լսեցի այդ նույնը, արդեն այսօր մտածել փետրվարի վերջին եւ մարտի, մասնավորապես մարտի 1-ին մեր անելիքների մասին, կոնկրետ պատասխանատուներով, ձևավորել աշխատանքային խումբ։ Երկրորդը,
կոչ առաջարկ։ Կոնգրեսի ամրացում կայացումը չնույնացնել եւ դրանով չփոխարինել ռեալ շոշափելի իշխանափոխության ուղղված քայլերը։ Ես 5 ձեռով կողմ եմ կոնգրեսի կայացմանը, բայց մենք չպիտի զբաղվենք ինքնախապեյությամբ, մենք պետք է կոնգրեսից սպասենք այն, ինչ որ կոնգրեսը կարա տա։ Մասնագիտական հոդվածներ չէ, որ ընդդիմադիր զանգվածը սպասում է այսօր մեզնից։ Դրանք իրենց տեղը ունեն, շատ կարևոր տեղ ունեն, բայց մեզնից սպասում են այսօր ուղի, ցույց տալ ուղի, որով գալու ենք իշխանափոխության, որով գալու ենք հաղթանակի եւ վերջում, ամենավերջում վերադառնամ իմ հարազատ այլընտրանքի մի կարևոր բանաձևի կոչի, որով որ այլընտրանքը ծնվեց ու ոտքի կանգնեց ու նաեւ հույս ունեմ այդ բանալին այդ բանաձևը կօգնի կոնգրեսին։ Դա հետեւյալն էր. Առաջինը լինելու մոլուցքը, փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ։ Համոզված եմ, որ յուրաքանչյուրս, սկսած պարոն նախագահից, վերջացրած ինձ նման շարքային ակտիվիստներով, մենք պարտավոր ենք, ոչ թե կարող ենք կամ չենք կարող, մենք պարտավոր ենք դա դարձնել մեր աշխատանքի, մեր գործունեության հիմքը։ Մենք պետք է պատրաստ լինենք լինել վերջինը։ Թող մեր ընկերները մեզ համարեն առաջինը։ Մենք պետք է պատրաստ լինենք լինել վերջինը։ Հաղթելու ենք։ Խոսքը տրվում է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։